եւ պարոնայք, երեկոյի հաղորդավարներ Գարիկ Պապոյան եւ Ռոբերտ Մարտիրոսյան։ Ողջույն բոլորին, կասկածելի երեկոն է եթերում իր ամենակասկածելի հյուրերով։ Ես այժմ ներկայացնեմ իմ հյուրերին եւ այսպես դերասանուհի Արփիկ Ապրելյան։ Եվ երգչուհի Ալա Լևոնյան։ Ներկայացնեմ իմ թիմի շատ ուժեղ մասնակիցներին, ՀՀ վաստակավոր արտիստ Անդրե։ Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյան։ Ես ուզում եմ մի անգամից շեշտել, որ ես նույնպես եմ ՀՀ վաստակավոր արտիստ եւ օլիմպիական գիմնաստկա, չեմպիոն։ Ահա, նենց որ ես ինձ շատ ավելի լավ եմ զգում։ Մենք համեստ ենք։ Դե ինչ լավ, սկսենք առաջին փուլը եւ ես ընթերցեմ առաջին փուլի կանոնները։ Այո։ Մասնակիցներն իրենց առջև դրված թերթիկից կարդում են պատմություն։ Թերթիկի վրա կարող է լինել պատմություն, որը իրոք նրանց հետ պատահել է, կամ պատմություն, որը նրանց հետ կապ չունի, եւ նրանք տեսնում են այդ պատմությունը առաջին անգամ։ Անկախ կարդացած պատմությունից նրանք պետք է այն ներկայացնեն իբրև իրականություն, իսկ մրցակից թիմը հարցերի միջոցով փորձում է պարզել արդյոք այդ պատմությունը նրանց հետ պատահել է, թե ոչ։ Յուրաքանչյուր ճիշտ պատասխանի համար թիմը վաստակում է 1 միավոր, սխալ պատասխանի համար ոչ ոք ոչինչ չի վաստակում։ Իսկ ձեր թիմից առաջինը կարդում է Անդրեն։ Տարիներ առաջ մեկ շաբաթ եղել եմ ԼՂՀ մշակույթի նախարարը։ Բայց այդ պատմությունը Դու եղել ես ԼՂՀ մշակույթի նախարար։ Դա եղել է շատ փակ թեմա, դա տարիներ առաջ է եղել 2007 թվականին, չէ, իսկապես 2007 թվականին շատ ծիծաղալու է այս բային թվում, ուրեմն առաջարկը ստացել էի, քանի որ ժամանակավոր այնպես էր ստացել, որ այնտեղ էի գտնվում։ Դու ժամանակավոր գտնվում ես ժամանակավոր էր պաշտոնը նույնպես։ Ու այդ ընթացքում բավականին, այսինքն մի քանի աշխատանքներ կատարեցի, որից հետո հասկացա, որ դա իմս չի, եւ քանի որ ժամանակավոր էր այդ պաշտոնը ինձ համար դրված, իմաստել չկար մնալու, որովհետեւ այդ ընթացքում շատ համերգներ ունեի եւ ելույթներ ունեի Հայաստանից դուրս։ Շատ լավ, դու եղել ես Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշակույթի նախարարը։ Ընդամենը 5 օր։ 5 օրը մեկ շաբաթն ու կիրակին չէր աշխատում։ Շաբաթ կիրակին չէր աշխատում, այդ օրը գործի չէր։ Ում ես փոխարինել։ Արմեն Սարգսյանին։ Բայց 5 օրում ինչ ես հասցրել ուտել։ Որ հետո հասկացել ես, ինչ եմ հասցրել անը։ Ուտել, ինչ ես հասցրել։ Ժինգալով հաց եմ կերել, ժինգալով հաց եմ կերել օրը 2 հատ։ Մեր տանը տատիկից թխած։ Բայց մռամռից քանդակա ժինգալով հաց ինձ թվում է։ Չէ, ուտել Գարիկի նկատի ուներ պետական փողեր, Անդրե ջան։ Չէ, նկատի ունեմ բյուջեից հասցրել ես այսպես մի հատ։ Չի հասցրել, թե չէ հավերժ կլիներ նախարար, չես։ Իսկ ինչով ես զբաղվել այդ 5 օրվա ընթացքում։ Գնում էի այդ կաբինետում նստում էի, ինչ որ բաներ էի քննարկում ժողովներին, այդ ընթացքում ես ավելի շատ քննարկել եմ համերգներ, որպեսզի Հա քո գործն ես առաջ գցել այդ ընթացքում։ Ուզում էի, փորձում եմ գործը 5 օրվա ընթացքում այնպես ես արել, որ հետո ունենաս համերգներ։ Չէ, չի եղել։ Էդի որ տարին էր, որ 2007 թվական։ Չէ, որ մշակույթի նախարարությունը քո երգերը դպրոցական ծրագիր մտցրել էր։ Զանգի փոխարեն զանգերի փոխարեն իմ երգերն էին հնչում։ Ոնց ստացվեց այդպես, բայց։ Ուրեմն ճիշտն եք ուզում իմանաք։ Միանշանակ։ Տատիկիս քրոջ աղջիկը, այնտեղ ոնց որ գլխավոր խորհրդականն էր։ Ասող։ Եվ ինքը դե նախարարի կարելի ասել աջ ձեռքը նախ որ տվեց եւ այնպես ստացվեց չանցավ ես այնտեղ էի այդ ժամանակ 10 քանի օրով ու ընդամենը փոխարինել եմ վարորդ ուներ, վարորդ մեքենա բան։ Նախարարի պես քեզ գում հայրս էր տանում։ Չէ, նախարար։ Իսկ թվում է միակ նախարարն է եղել Հայաստանի պատմության մեջ, որ ճղած ջինսով է գործի գնացել։ Իսկ ինձ թվում է դու միակ նախարար չես, ում օրոք ոչ մի բան չի եղել իրար։ Ուղղակի ես 5 օր եմ նստել։
Նստել աթորին։ 5 օր 5 տարի ինչ 5 օրով նստացրել էի։ Քարտուղարուի ուներ, քարտուղարուի։ Ժորժ ջան, 55 տարեկան էր քարտուղարուին։ Դե պատմի ավելի Ես հիմա ոչ թե Շատ կիրթ, Ես ավելի շատ ոչ թե քո վրա եմ զարմանում հիմա, այլ նախկին նախարարի։ շատ կիրթ կին էր, որը Ինչի կիրթքինը չի կարա լավ քարտուղարուի լինի։ Հարց եմ տալիս։ Ինչքան աշխատավարձեր ստանում այդ կինը։ չեմ իմանում։ Նախարար ես ո՞վ։ Բա դու ի՞նչ նախարար։ Ես 5 օր նախարար ես։ Ինչ աշխատավարձ, ինչ չեն աշխատավարձ տվել։ Բա դու ինչքան ես ստացել 5 օրում լավ։ Ինքնդ Ինչ ստացար։ Ոչ մի բան։ Բան չի գնացիր։ Որտեվ խնդրեցին։ Բայց այդ Ինչ թեթև խնդրում են անում ես անդ։ Հա, Չէ, բայց թեթև այդ գրփունքային զգացողությունները մի բան չվերցրեցիր, ես իմ ստեյպլեր գողանար, մի բան Վերցնիր։ Լավ, մի հատ հարցել ես տամ, նորից կուզեիր նախարար լինել։ ոչ։ Սուտ ես ասում։ Ասում եմ ոչ։ Լուրջ։ 5 օրով, լավ, 5 օրով էլի։ Այս ֆինանսների նախարար։ Գնաց մտնել։ Ֆինանսների նախարար։ Այս թեթը մտնել դուք Չէ, գայ։ չեմ։ Մեզ էլ ինչով կարեր կոկտեյլ։ ամբողջ կյանքներս։ Ու եթե այսօրվա խելք ունենայիս, կետ 5 օրը չէի փոխարինի։ Այս պատմության մեջ մենակ ինձ թվում է բարեկամի միջամտելն է ճիշտ։ Որտեղ բարեկամները ունեն հատկություն միջամտելու։ Իրանք ուժեղ են։ Ինչ ես կարծում, սա ճիշտ պատմություն Ես մի էր։ տեսակ չեմ կարողանում հավատալ այս պատմությանը։ Ես նախարար չեմ եղել եմ փոխարինող Փոխարինող։ ընդամենը։ Նախարարի փոխարինող 5 օր։ ԺՊ էլի։ Ժամանակավոր պաշտոնակատար, չէ։ Այլ նախարար չի, արխային ինչ ուզում ես ասել։ Ես շատ կուզեմ, որ ինքը եղած լինի նախարար։ Բայց ու իմանաս եղել է 5 օր նախարար ու քեզ ոչ մի օգուտ այդ թվերին չես։ Ինձ ոչ մի օգուտ չի եղել։ Հայրանսկի չի եղել ինձ որտեղից լինի։ Դե կարող է եղել, հա, ինչ գիտես որ չի եղել։ Դու տեսնում ես դա չեն իր Ղարաբաղում։ Ինչ բայց ազնիվ տղա է ինքը, ես իրան գիտեմ վաղուց էլի։ Նախարար չէր եղնի ուրեմն։ Փոխարինող ա եղել։ Փոխարինողը մի քիչ ուրեմն։ Չգիտեմ, հիմա կուզեմ լինի, բայց այդ պատմությանը չեմ հավատում։ Չես հավատում։ Չէ։ Արփի չես հավատում։ Ես նույնպես չեմ հավատում այս պատմությանը։ Մենք կարծում ենք, որ դու նենգաբար ստում ես մեզ։ Իսկ եթե ստում ես, ուրեմն աշկիս եղել ես նախարար։ Բայց մեզ թվում է ստում ես, այս պատմությունը սուտ է։ Եվ Դե նայեք։ ուժեղ թիմ է, ուժեղ։ Շատ։ Մի հավատացեք ուղղակի։ Չէ, նորմալ է, նորմալ է։ Արելա դու։ Լսենք Գարիկի թիմի առաջին մասնակցին։ Ալա ջան, դուք եք։ Ուրեմն ես մի անգամ կոտրել եմ անծանոթ տղայի սիգարետը։ Անծանոթ տղայի ոնց պատահեց։ Սենց անցնում էինք, չէ, ինքը դիմացից էր գալիս, ես անցնում էի, ուզում էի սենց մի հատ բան անեի, կպա կոտրվեց։ Ու վերջ։ Ու դες անցան գնացիք վերցա։ Բայց վառած սիգարետ էր։ Վառած Մենակ սիգարետ կոտրվեց, չվառվեցի, իրան Չվառվեցի, չվառեցի։ սենց կպա, սիգարետը կոտրվեց, ասի վայ կներեք, ասեց բարև ձեզ, ոչինչ, կստորագրեք, տենց գնացի։ Սիգարետի վրա, կոտրված սիգարետի վրա Սիգարետով կստորագրեք։ Որտեղ էր Երևանում է։ Իհարկե։ Բայց չէ, ինչ էր անում, դե շարժումը ինչ էր, ասենք թե տղանա։ Վայ, սենց բան էի մի հատ, չեմ կարա սենց բան անեմ։ Բայց դե ինչ ուժը, այդ ինչ ուժով ես Սենց արել։ քայլում ես, սենց որ գալիս է մազը։ Կարաս սենց անես ու Չէ, բայց դե շատ ուժով է, բրուսլին ես, ո՞վ ես կտրել ես։ էի։ Չէ, ուղղակի տղան ստեղա ծխե, հասկացա։ Անցանոթ մի հատ տղա ստեղ։ Կոտրել Մազերը դզելու բանի համար եք է։ Քուտ է իրա։ Հա? Ինչ։ Իրա մազերն եք ուզեց այդպես։ Նայ, ծխեց, սենց կողքի էր սիգարետը, ես անցնում էի իրա կողքով, ինքը հեռախոսով խոսալով գնում էր խոսելով, երբ որ ես ձերքով սենց ուզում էի սենց մի բան անեի, կպավ, ինչ մի դժվար, կպավ սիգարետի ջարդից, Բայց դա ինքը սիգարետը ինչ ձիք էր բռնել, որ կպավ ուսս մեջտեղից կիզվեց։ Ոնց կարա, իրա ձեռքից չընկավ։ բա ինչ արեց, Խաղ կա տեն սիգարետ նինջա։ Անա Լևոնյանի ձեռք, դա սիգարետներ է Ասում կիսում։ ոչ մեկ չի վառվել, այդ ժամանակ պետք է սիգարետից միտինգի տեղում եք վառվի։ շատ Լսի, մարդիկ երկուսով կային, որ էինք կպել անցնում։ եք իրար։ Մայթով անցնում էինք երկուսով, ինքը դիմացից անդ, ինչ մի պրոբլեմ, լսի, ինքը Որ սենց, մայթներ, ես այդ եմ ուզում եմ իմանալ։ երկի Մեծ Գարիկը Վերնիսաժում Այո, երկի թատրոնի մայթներ։ Գնում էի
բան։ Այնտեղ կան Կադրերի ծխողներ, բաժին լիշի։ էի գնում։ Կարի։ Անցնում էի, ինքը այն կողմից գալիս էր։ Սենց Գարիկը դա ցույց կտաս Ալաջան։ Գարիկը դու մի հատ Դու աչից էր գալիս է ձախից։ Մի րոպե, սա այդ չեմ հիշում, սպասի հիշեմ։ Ես չեմ ծխում կարող հազամ ընթացքում, ոչ Ես այս կողմից էի, գլուխս ինքը այս վրա իմա։ կողմից։ մի հատ բայց ջղայնացած էր, չէ՞, ջղայնացած արի։ Հա, սենց անցնում էի, ես ինքը հերախոսով էր, բռնի արա հերախոս։ Ում է դա։ Բայց այդ ժամանակ ամեն մի սիգարետ ծխող հեռախոս չուներ, է։ Վաճառում ծխում էի։ Հա, նոր է։ Նոր էր, լավ։ Ես փոքր չէի, նոր էր։ Հետո Գնացինք։ Սենց արի, այս կողմ արի, դու սես պահի ձերքդ։ Ալա Լևոնյանը։ Չի կարա լինի սենց։ Բան է, մենակ սիգարետը չէ, թևն էլ ես կոտրել։ լավ։ Դու որպես Ալայի Ես ասում եմ, որ սա 101%-անոց սուտ պատմություն է։ Արդ դու ինչ ես կարծում։ Տեսել եմ կարծում որ Սուտ է։ սուտ է։ Քանի որ ինձ թվում է շատ դժվար է սիգարետը ձեռքով կոտրել եւ կարծում եմ այս պատմությունը սուտ է։ Հե, բալահա։ Գերամ ամարացիի ամեն մի նոր հավաքածուն դա մի ճանապարհորդությունն է։ Այս անգամ նա մեզ բերել է Իտալիայի գրեթե ամենակոլորիտային վայրերից մեկը։ Դիմավորեք նեապոլիտանական հավաքածուն։ Դասական, ազգային ու ժամանակակից 3 համադրություն, որոնք հանդիպում են հազվադեպ։ Այս անգամ Մարացին ձեզ կզարմացնի իր մոտեցմամբ։ Համեցեք ծանոթանալու նեապոլիտանական հավաքածուին։ Լսենք Ռոբի պատմությունը։ Ուշադիր լսեք, որպեսզի խոսքերից կախվենք։ Ես մուրացկանությամբ փող եմ վաստակել եւ ինձ համար սառնարանի մագնիս գնել։ Մատել կարտամ։ Մուրացկանությունը այն ինչ որ մենք պատկերացնում ենք ինչն է դա, այսինքն փողոցում նստած կամ որ լուսափորների տակ, կարմիր տակ գալիս ես պատվանը։ Չէ, առաջինը, փողոցում նստած կամ կանգնած։ Պարզապես նստել էիք։ Կանգնել ավելի շատ։ Իսկ ոչինչ չէիք անում։ Ոչ։ Քանի տարեկան Չէ, էի։ պես տաղանդ չունեմ։ Ես 2 տարի առաջ էր 31 տարեկան։ Իսկ ոնց ասում եմ 2 տարեկան։ Չէ, Ինչ քանի 30։ 31։ Որ փողոցում ես նստում ապեր։ Չէ, Երևանում չէր։ Փողոցի անունը չգիտեմ։ Ուրիշ քաղաք ես նստում։ Որ քաղաք։ Որ գնացքով գնում են Ալավերդին։ Չէ, եվրոպական մուրացկան եմ։ Օ, եվրո Չէ, մուրացկան։ Երևանում չէ։ Որտեղ ես եղել։ Ռիգայում։ Ռիգայում նստել էր գետնին։ Հա, կանգնել ես ու հետաքրքիր մենակ էի 12 ժամ Ահա։ Ռիգայում։ Բան չունեի անելու, տես ման էի գալիս, ասի հետաքրքիր է, զգամ էլի դա ինչ է։ Մեկ ասի ստեղ էլ կյանքում չեմ լինելու ինձ ոչ մեկ չի ճանաչում, ասի Ռիգա գնացել է ինքը։ Ահա, ես հա։ Ռիգա։ Այո, գնացել է։ Իսկապես։ Այո։ Իրանք ոնց որ Պաշտպանի, մուրացկաններով գաստրոլներ են։ Իրանք մուրացիկ խումբը գնացել են Ռիգա։ Բայց հակոստը համապատասխանում էր։ Դե պետքան չէ, ինձ թվում է, դες ուշադրություն չէին դարձել։ Արորիա էր հակնված։ Ավատ։ Համապատասխանում էր, հասկացա, ես հիշում եմ։ Լավ, նստեցիր, մա դիրքդ կընդունես դիրքդ, մուրացիկ դիրքդ։ Սկզբից, սկզբից ծիծաղում էի, ճիշտ ասած։ Այսպես։ Հա, այսպես ես կանգնել էի։ Ահա։ Դες պարզած կանգնել էի։ Հա։ Տենց հետո հոգնեցի մի քիչ նստեցի էլ։ Կանգնած չէին տալիս։ Դե չէ, դե հիմա տալիս էին կանգնել, բայց ինքը ընդհանուր մի 1 եվրո ամենաշատը տենց կոպեկներով։ Հետո ես ավելացրեցի ճիշտ ասած գումարը։ Ինքը 2 եվրո էր, մագնիսիկը մի 4-5 Դու էլ քո կողքով անցնում էիր, անեցիր գցեցիր անցա։ Չէ, դե չէր Ինքը իր գինը բացացրել է։ Արտուր ջան, ում կողքն ես նստել։ Ես կողքն եմ ես ժամանակից նստել։ բաղվում, ինչ կա։ Բայց ես մագնիս չեմ արել, ուրիշ բաներ եմ արել։ Ինչ։ Շատ ես հավաքել, ինչ։ Չեմ սա։ Ես խալաձելնիկ եմ արել։ Օրը դա ինքը մագնիսները բերես արել։ Դու ինձ թվում է ոչ թե խնդրել ես, դու պահանջել ես։ Դե հա, չեմ տվել, տվել եմ տոշ։ Դու 10 եվրո, դու 20 եվրո։ Հա, դրա համար է կարացել Թափ եմ տվել, հա, գարակ չանա դա։
Իսկ դու ո՞նց ես կարծում, առհասարակ բոլոր մարդկանց համար, ովքեր ուզում են իրենց ուժերը փորձեն Ռիգայում, ինքը ձեռնտու գործ է։ Բիզնեսը։ Սենց ասեմ։ Չէ, այդքան չէ։ Այդքան չէ։ Չէ, քիչ է 1 ժամում 2 եվրոն ինձ թվում է քիչ գումար։ Չէ, այստեղ միակ աշխատակն է, որ այստեղ ավելի լավ է վարձատրվում։ Դրա համար արդեն այստեղ եմ զբաղվում։ Տեղափոխվեցինք այստեղ։ Ինչ եք կարծում Ռոբերտին, ասենց բոմժյա վիճակով պատկերացնում եք։ Ալյա բոմժ։ Ալյա բոմժ։ Ճիշտ ասած անհեթեթ պատմություն է։ Այն որ նա կարող էր կամ ձեզնից յուրաքանչյուրը տենց հումորային բան կարող են անել, հա, բայց դու էլ չես հիշում, չէ՞ որ նա մենակ ա եղել Ռիգայում, ուրեմն ստում է։ Հետո այս դեպքում ինձ թվում է մի քիչ վախել կլիներ, որ ինչ ուզում ա լինի, ամեն երկրի ամեն ծայրամասում հայ կարած տեսնես ու ոնց է լիներ կճանաչես։ Թե չէ իրան ինչ պետք է դու էլ գիտես։ Դե չէ, չեմ կարծում որ այդքան։ Շողովուրդ դուք որ մեր անցած եթերները տեսնեք ու տեսնեք ինչերա պարզվել իր մասին։ Այս առհասարակ զարմանալի պատմություն չի։ Ուղղակի ես ուզում ասեմ, էլի։ Ես ձեր դեմը համարյա մարդ չի նստած։ Ոնց ասեմ, դուք չեք պատկերացնում հիմա ով է։ Ինչ եք կարծում, Ռոբ / Մուրացկան ու զուտ իրոք մենակ Մագնիսիկի համար։ Մի բան ասեմ, ես հավատում եմ Իրանից։ Իրանից թե ինձնից։ Ես չեմ հավատում, որովհետև եթե ինքը լիներ ոչ մենակ, ինչ որ մեկի հետ ու գրազ լիներ կամ ինչ որ բան, կհավատայի այդ դեպքում։ Այս դեպքում մենակով ինքը իր հետ է գրազ եկել։ Հա, մի տեսակ չեմ հավատում։ Դու շատ մարդավարի ես այս հարցին նայում։ Ես քեզ ուզում հուշեմ, որ այդքան մարդավարի։ Ես էլ ուզում եմ հակառակը ասել, հավատում եմ, որ թողնեմ քեզ վրա ամենադժվար բանը, որովհետև դու իրան ավելի լավ ես ճանաչում, եւ հետո եթե հանկարծ պարտվենք, մեղավորը դու կլինես։ Դրա համար ես ասում եմ հավատում եմ։ Հասկացա։ Փուրը տալես ա կոչվում մեր լեզվով։ Դու չես հավատում։ Ես չեմ հավատում։ Դու հավատում ես։ Ես ինչքան էլ որ հավատում եմ, ես քո կողմից եմ։ Մենք ասում ենք, որ այս պատմությունը սուտ է։ Ու էլի է։ Իրականում այս պատմությունը ճիշտ է։ Ասեն Գարիկի թիմի երկրորդ մասնակցին Գարիկ ջան, դուք եք։ Շնորհակալություն։ Մեկ անգամ նվերներ ստանալու համար ընկերներից հրավիրել եմ ծնունդիս։ Ոչ իմ ծննդյան օրը։ Լավն է։ Այսինքն խապել ես որ ծննդյան օրը։ Իսկ ինչ ամենալավ նվերը որն էր այդ օրվա։ Ուզում եմ իմ աֆյորան ստացվեց։ Միանշանակ ստացվեց, բայց դե Pentium 4։ Չէ, այդքան տարբեր չէին որակական, տարբեր նվերներ են, բայց որակական այդքան տարբեր չէին, որ ասեմ ամենալավը օրինակ Kinder-ներ։ Մի հատ ուրիշ հարց, քանի հոգի են եկել։ Այդ ինչ ընկերներ են, որ քո իսկական ծննդի օրը չգիտեն։ Այդ Ռոբին չեմ կանչել, չէ, ընկերներիս եկան, չէ։ Կանչել Մագնիսիկը։ Ռոբին պետք է մի օր առաջ կանչես, որ ինքը հասցնի մի 2 կոպեկ հավաքի, որ նվեր անի գա։ Այդ օրը որ զանգ չի գալիս, որ դատոր ձեռքով սենց է գալիս, հասկացա՞ր։ Ես որ գնում եմ ծնում, նվեր չեմ տանում, նվեր եմ ուզում։ $2։ Իսկ քանի տարեկան էի։ Եվրո։ Քանի տարեկան։ Երբ էր էլի դա։ Անցած տարի։ Անցած տարի։ Այո։ Բայց ես ուր էի։ Դե ես նոր հենց պատմեցի։ Իսկ որտեղ էիր անում։ Տանը թե ես մեծ շոր ռեստորան էիր վարձել։ Չէ, ռեստորան շատ մարդ չկար, երևի 6 հոգի մարդ կար։ Ամսի քանիսին էիր ռեստորան էր։ Ամսի ես քո ծնունդը գիտեմ երբ էիր ասել։ Հոկտեմբերի 2-3 ինչ որ է։ Ու հետո էր մի խոսքով։ Ծնունդից 10 օր հետո։ Հա, դե դժգոհ է ծնունդից եկած իսկական ընկերների վերած նվերներից։ Հոկտեմբերի 2-3-ին, բայց ասեմ ինչպես դա եղավ։ Այո։ Ուրեմն ես ունեմ մի Facebook-յան edge, որտեղ իմ անուն ազգանունով չեմ գրացված, դա նրա համար է, որ իմ ընկերներիս հետ խոսակցություններ վարեմ։ Այդ edge-ի ծննդյան օրը ուրիշ օր է դրած։ Բայց ես գիտեի, որ իմ ընկերները բոլորը կիմանան, որ իմ ծնունդը սեպտեմբերի 29-ն է եւ կզգան, որ դա ուղակի դրել եմ, բայց ընկերներ կային, որոնք ավելացել էին այդ ընթացքում, որոնք չգիտեին իսկական ծննդյան օրը, հոկտեմբերի 2-ին 3-ին չեմ հիշում, որ օրն է դրել, սկսեցին բոլորը տենց մի օրում բոլորը սկսեցին շնորհավորել ինձ։ Դες ես զգացի, որ մի 6-7 հոգի հավաքվում, ասացի, որ այսօր հավաքվում ենք բոլորս, չասեմ որտեղ, ինչ որ միտեղ մի խոսքով։ Անունը չտամ էլի, բայց այդտեղ կար։
Բոլորը ողջևորվեցին, այդ օրը եկան, արդեն իմ ծնունդը անցել է նվերներն են, դե բնականաբար որ եկան, նվերներով եկան, շատ հետաքրքիր անցավ, 2 անգամ իմ ծնունդի համար ես նվեր ստացա անցած տարի։ Մի տարվա մեջ։ Դու ոնց ասես։ Մի տարվա մեջ ամենաշատը քանի անգամ ես ծնունդել է։ 2, դա առաջի անգամ անցած տարի էլ փորձել եմ ստացվել է։ Այս տարի 3 հատ։ Այս տարի չէի ֆայմել է ծնունդի օրը փոխեի, բայց մյուս տարի անպայման։ Վաղը չես ուզում հատել անես։ Չէ։ Չէ, ինչի համար, մի բան ու պետք է։ Չէ։ Ինչ ես մտածում։ Ես մտածում եմ սուտա։ Դու ցավը տանեմ։ Բայն այմ այդ բանը։ Հաջան, ինչ է եղել, ախպեր։ Արսենց ասեմ, դու ասես սուտա, պտտելու եմ կարմիր լինի, դու ասես ճիշտ է, պտտելու եմ կանաչ լինի։ Դու ոնց ասես տենց է։ Աթողնում քո վրա դա է։ Չէ, բայց դու ուրեմն ասում ես ճիշտ է։ Եթե թողնում ես ինձ վրա։ Կարիգին դու ավելի լավ գիտես էլի։ Չէ, չի կանչում, իսկ տեսա, ընկերների մեջ ոչ իսկական ծնունդին եմ եղել, ոչ այնտեղ ծնունդին։ Ոչ միտեղ չի կանչում։ Չէ, դու Ռիգա գործի ես։ Ճիշտ է։ Ճիշտ է։ Դու ասում ես Սուտա։ դիտմամբ ասում եմ ճիշտ է, որ բարձր ճիշտ է։ Սուտա։ Չէ, որ վերջում ասեմ ամոթ քեզ։ Սուտա։ Հաստատ սուտա։ Սուտա ասեմ։ Սա ճիշտ է, կրվանքի ոչինչ Չէր անի։ Ասում ասա ճիշտ, կրվանք վերջում կծեցենք։ Սուտա, ռոբ, սուտա։ Մենք կարծում ենք դու կիմանա, ինձ էլ ա թվում որ կիմանայի ոնց է լինի, հիմա կատակ ենք անում, մենք իրականում լավ ընկերներ ենք ժողովուրդ։ Սուտ է այդ պատմությունը։ Իսկ այս պատմությունը սուտ։ Լսենք Արտուրի պատմությունը։ Մեր թիմի իրական արական սերի ներկայացուցիչ։ Մեկ չէ էլի։ Վերջերս Քիմ Քարդաշյանը ինձ շատ թանկարժեք բան է նվիրել։ Հա Facebook-ում էլ էին գրել։ Բայց լուրջ։ Թանկարժեք Քարդաշյանը գրել են Facebook-ում, որ մեքենա է նվեր տվել։ Սպիտակ մեքենա։ Բայց թանկարժեք Քիմ Քարդաշյանը հաստատ ավելի լավ բաներ ունի։ Մեքենա։ Հա։ Ռոբ ինչ էր նվիրել։ Ինչ էր նվիրել Արտուր ջան։ Ինչ էր նվիրել։ Դե ծրարով հրավեր էր ուղարկել մենեջերի օգնությամբ։ Ահա, ուր։ Սենյակ իր։ Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Հանդիպելու ու գրված էր որ մեծ սյուրպրիզ կա։ Ահա։ Ու այդ սյուրպրիզը համված է։ Ու այդ սյուրպրիզը, դե նվեր է սյուրպրիզի տեսքով ու այդ ծրարը քեզ էստեղ են բերել տվել։ Ծրարը հա, եկել է էստեղ։ Իսկ մենեջերը ոնցն էր, մենեջերը։ Մենեջերը տղա էր։ Բայց լավն էր։ Բա ինչ էր այդ նվերը։ Լեչին եմ ասեցի։ Չգնացի։ Չես գնացել։ Հələ չեմ գնացել, հունվարին պետք է գնամ։ Վայ, բա տենց Կարող է սյուրպրիզը ասենք խոսքի, այդ սյուրպրիզը կարող է մրսի հիվանդանա։ Իսկ երբ հենց ես այդ ծրարը փոխանցել, մոտավորապես ժամանակային։ Օլիմպիական խաղերից հետո մոտավորապես ինչքան։ Մի երևի ամիս ու կես։ Ամիս ու կես անցել է օլիմպիական խաղերից այդ եմ ուզում իշեմ։ Անցած տարի էր օլիմպիական խաղերը։ Ինչ ես կարծում, ինչ նվերա լինելու։ Լավ չգիտեմ։ Առասարակ չես եք հասկացում ինչ կարա Քիմ Քարդաշյանը տա։ Ինչ կուզեի։ Որտեղ քեզ եկավ հանդիպեց մենեջերը։ Մենեջերին ես դե շուտ եմ հանդիպել Վեգասում։ Մենեջերը չեմ հանդիպել, ծրարն է եկել, դու խոսացել եմ մենեջերի հետ։ Հայեր մենեջերին։ Ասեց մենեջերն է չէ բերել։ Հա։ Մենեջերը ուղարկել է, մենեջերի հետ կապ եմ հաստատել։ Հայեր մենեջերը։ Գոնե հայ է։ Սպյուրկա հայեր։ Անունն է Սևան։ Սևան։ Հաստատ կարա լինի։ Քիմ Քարդաշյանի մենեջերը անունը ոնց կլինի Սևան։ Դե որտեվ Սպյուրկա հայ էր։ Դե մեզ չոր այդ մենեջերը ունի, մի քանի մենեջեր, երևի այդ մեկն է հայ։ Իրա գծովը Սևանն է։ Սևան, Դիլի ջան։ Անի կերա։ Ծաղկազոր, տարբեր մենեջերներ ունի, չէ՞։
Քիմ Քարդաշյանի հետ շփում կա։ Դե արի էլի, տեսնենք հունվար։ Բայց մի վարքան ինքը ինչի հունվար։ Դե ես եմ սեր հունվարին է հարմար, որովհետև մի մարզումների եմ, հունվարին արձակուրդ է, հունվարին գնամ։ Բայց Արտուր, ոնց որ ուրախ չես այդ փաստից։ Ինչը ներվայնացած։ Նվերը ստանամ նոր կուրախանամ, էլի։ Չէ, համոզված եղի, որ նվերը ինքը կտա։ Անձամբ դե։ Դու կարող ես իմանաս ինչա տալու, հարցնում է մարդը։ Ես այդ բախտը չունեցի։ Հարց եմ տալիս, ի՞նչ կդա։ Այդ հարցը մենք ենք ուզում քեզ տանք, որտեղ այդ հարցի պատասխանը առասարակ ակնկալում ենք հեռախոսով նկարած, ոչ թե պատմելով։ Իսկ դու առասարակ Քիմ Քարդաշյանի հանդեպ ինչ վերաբերմունք ունես։ Այսինքն ուրախ ես, որ ինքը քո հետ կապը հաստատել։ Դե դա նվեր դիտա շատ ուրախ։ Իսկ եթե նվեր չտա։ Բայց Քիմ Քարդաշյանը քո ճաշակով աղջիկ է։ Դա ինչ հարցեր կուտա սարտեն։ Ինչը հավատում եք, որ Քիմ Քարդաշյանը անակնկալ ունի Արտուրի համար պահած։ Ես կարդացել եմ ասում եմ այդ մասին։ Բայց գրածել որ մեքենա է։ Լսին, ուրեմն մի բան կա էլի, որ խոսվում է։ Հենց այնպես չի խոսվի։ Արեշուտ չի գրվի։ Գոնե մի բան այդ մարդ ուզել է անի։ Եթե չանի էլ այդ սյուրպրիզը ուզել է դա։ Ուզել է որ անի։ Կամ ուզել է որ անեն։ Ես շատ կուզեմ, որ սյուրպրիզներ շատ ունենա Արտուրը, դրա համար էլ հավատում եմ։ Երկու տոմսեր, չէ՞։ Կա այն մեկը։ Ես եմ արդեն Ռոնյա։ Բայց կա այն մեկը, թե։ Կա։ Այսինքն երկրորդ եկողը չես որոշի ով է։ Երկու տոմս չէ, դե քանի օկով կուզենանք կես տամ։ Սաղով կելնենք։ Ինչ ես կարծում, ճիշտ է այս Ես էլ շատ կուզեմ հավատամ, բայց մի քանի այսպես բաներ կա, որ չի համընկնում։ Դու չես հավատում։ Լավ, հավատում եմ։ Չէ, էլի, գոնե դու ասա չէ, ես ասեմ հա, թող ինքը որոշի, որ իրա վրա մնա, որ վերջում Արտուրը իրան ծեծի։ Հասկացա՞ր։ Դե տագի տակ որի վրա մնա կարի դրծես։ Հա, դե ինչ ուզում ես ասա Արտուջան։ Հա։ Լավ, հավատում եմ։ Հավատում ես։ Դու։ Ինչ եմ ուզում տենց բան լինի ախր։ Բոլորս էլ ուզում ենք, որ գոնե մեզնից մեկի հետ տենց բան լինի կյանքում։ Ասա, տեսնենք դու հավատում ես։ Նույնիսկ ձեր, առասարակ մեզնից մեկի։ Բայց Ալանիվա լեցան, որ փոշմանել է, որ իրան չեն զանգել։ Չէ, 100%։ Տենց բաներ իմ հետ եղել է։ Ես հավատում եմ Արտուրին։ Շատ լավ, Արփին հավատում է այս պատմությանը, Ալան հավատում է այս պատմությանը, ես չեմ հավատում ճիշտը որ ասեմ, բայց իմ ընկերների հետ համաձայնվում եմ, մի քիչ էլ նույնիսկ ցանկանում եմ, որ այս պատմությունը լինի ճիշտ։ Մենք ասում ենք, որ այս պատմությունը ճիշտ է։ Այս պատմությունը սուտ է։ Լսում են Գարիկի թիմի վերջի մասնակցին։ Արփի խնդրեմ։ Ես ունեի ворց կատու, որը ինչպես հետո պարզվեց էքեր։ Երբ ինքը մոտավորապես չեմ հիշում, 2 թե 3 ամսական էր, իրան տարա հերթական ներարկումների համար։ Ներողություն, Թայլանդից ես առել այդ կատու։ Չէ, այստեղից։ Այստեղից։ Չէ։ Հա, հետո Տարա հերթական ներարկումների համար բժշկի մոտ ու այդպես պարզվեց, որ ինքը էգա ու ամենա Զավեշտալին էր այս պատմության մեջ, որ իր անունը տենց էլ մնաց տղայի անունը։ Այ ես դա էի ուզում մյուս հարցը։ Ինչ էր անունը։ Լեո, Գաբրիելյան Լեո Արփի։ Գաբրիելյան Լեո Արփի։ 6 տարի դու պահել ես, իրանք այնտեղ բաներ ունեն, չկար այդ։ Ես 6 տարի չեմ, ես երկրորդ թե երրորդ ամսում եմ իմացել, որ ինքը Իսկ դու ումից էիր գնել։ Գնել էիր թե ինչ որ տվել է։ Ես էլի բժշկից էի գնել։ Այսինքն այդ բժիշկը որ տվել էր քեզ չգիտեր որ ինքը։ Չէ, այդ ինքը։ նույն բժիշկը չէր։ Չէ, ուրիշ բժիշկ էր։ Իհարկե, բժիշկը որ դուրս եկավ ասաց որ կատուն իրականում էքա։ Ձերքը բան կար ինչ որ։ Չէ։ Լավ, դու կատվի ոնց որ լավ տեղյակ ես կատուներից։ Հնարավոր է մարդ կատու ունենա ու շնայի, էլի 3 Ես ուղղակի հիշում եմ, որ Արփին պտտեց ու կարդաց, ինչ ռեակցիա տվեց, ես չեմ հավատում այս պատմությանը։ Բայց չես կարծում, որ Արփին դա կարող է դիտման ապարեց, որպեսզի մեզ շեղի։ Դերասանուհի է, причем լավ։ Արփին անկեղծ դերասանուհի է։ Չես հավատում։ Չեմ հավատում ու ձեզ էլ համոզում եմ, որ չհավատաք։ Լավ, տեսնենք Կատվինք պատկերացնել։ Սպիտակ կատը։ Կտրած բայց արդեն պատկերացնել։
Ախր արփին որ կատու ունենար, միտեղ կդներ, չէ՞ նկարը հետը, բան։ Լավ բան է։ Instagram-ում, Facebook-ում չկա էլի, նկարը չկա էլի։ Չենք տեսել։ Կատվի նկարը։ Բայց դու իր Instagram-ին հետևում ես։ Անպայման։ Չէ, լավ լուրջ, ես չեմ հետևում։ եմ։ Հա, կատվի հետ Ինչ է կատվի անունը ինչ է։ Լեո։ Գաբրիելյան Լեո Արփի։ Արփի։ Լեո Արփի չէ, էլի։ Լեո Արփի չէ։ Արտեսկում նային, դե մի նայ թե չասելու ես հա։ Չես հավատում։ Լավ, ես էլ սենց ասեմ, իմ համար ճիշտ ասած մի քիչ տարօրինակ է, ոնց կարելի է կատու գնել չնայել տակը, բայց քանի որ Անդրեն հետևում է եզրակացություններ անելով եմ ասում, Անդրեն հետևում է Արփի Instagram-ին ու ինձ թվում է աղջիկները կգցեին, էլի կատվի հետ նոր ծնված նկարը, ու իմ պուպուշս ման, տես նկաներ ոնց է լինի կլիներ։ Կնա դառնա մեր տարեգանը։ Արտուրն էլ ինչ։ Կնա տարեգանում դառնա նոր գցեր։ Թե արդեն տարեգան է։ Աչքով չտային։ Դե հիմա չի գցել։ 6 տարեկան է, հա։ 10-ի կերտա։ Ես Ես իմ թիմի անդամների հետ կողմ եմ։ Այս պատմությունը սուտ է։ Իսկ այս պատմությունը։ Իսկ այս պատմությունը ճիշտ է։ Դե ինչ ավարտվեց առաջին փուլը եւ այսպես 1-2 հաշվով հաղթում է Ռոբերտինը։ Ծանոթացնեմ երկրորդ փուլի կանոններին։ Մասնակիցները կարդում են իրենց կողմից նախորդ գրված երազանքներ։ Մրցակից թիմն հարցերի միջոցով պետք է պարզի արդյոք յուրաքանչյուրը կարդացել է իր երազանքը, թե թիմակցինը։ Ճիշտ պատասխանը արժի 2 միավոր։ Ում երազանքն եք ուզում լսել։ Ալեյ։ Ես երազել եմ անձրևանոցով թռչել։ Ուր։ Ուր որ տանի։ Դեպի Մերի Պոպինսի։ Այդ Մերի Պոպինսի երևի հա ֆիլմից հեքիաթից է դա։ Չէ, ես երազել էի, որ ավտո տնակի տանիքից ցածկեի ներքև։ Ու ամեն անգամ ցածկում էի։ Երազանքս ամեն անգամ կատարում էի, բայց այնց էի ցածկում, սա ջարդուխուրդ էի լինում։ Փոքր տարիքում էր շատ։ Ասենք 11 տարեկանում։ Իսկ կհիշես քանի կիլո էիր։ Ով։ Ինչ քաշային։ Որ քաշայինի մեջ է։ Քաշայինը, որ քաշայինն էր։ Ցալկան է մասնագիտական հարցեր ես տալիս։ Բայց որտեղ ասֆալտ էր, տակը ավազեն ինչ որ կար։ Չէ, ասֆալտ էր։ Իսկ որտեղ էր այս պատմությունը։ Երևանում թե ձեր Ավշարում։ Չէ, Ավշարում։ Ավշարում ավտոտնակ կա։ Ե։ Ավտոտնակ չէ, ասֆալտ։ Լավ, Արփի երազանքը լսենք։ Ես երազել եմ ունենալ Մոսկվիչ ավտոմեքենա։ Փոքր ժամանակ դες վերջերս։ Այս աշկիս կարիքի երազանք։ Այսինքն ինչն էր ինքը երազանքի իմաստը ո՞րն էր։ Հարևանը ուներ, դու երազում էիր, միշտ ոդկով էիր գնում։ Սկսվեց երազանքը սենց, պապան մի հատ ընկեր ուներ, ով հերթական խնջույքի ժամանակ մեր տան եկել էր ու ինձ խնդրեցին, չէ, սկզբում ինձ չխնդրեցին, ինչ որ երգ էին ուզում լսեին, այն ժամանակ կասետներ ձայներիզներով, ասեց, որ մեքենայի մեջ այդ ձայներիզը ու հիմա կիչնի կվերցնի, ես էլ քանի որ այդ մեքենան սպիտակ Մոսկվիչ էր, շատ լավ եմ հիշում, այնց շատ տպավորված էր, ասեցի ես կգնամ կվերցնեմ, բա դու կարաս բացես մեքենայի, դու ասեցի հա կարամ, իհարկե կարամ։ Այդպես իջա բացեցի Մոսկվիչի դուռը, որը որ պարզվում է շատ բարդ է բացելը, փոքր աղջնակի համար, բացեցի, հանեցի այդ մագնիտոֆոնից ձայներիզը ու այդ օրվանից հետո ու ես ինձ շատ լավ զգացի, որ ես կարողացա բացել։ Հա, Մոսկվիչի տիրակալ էր, տիրուհին քեզ զգացի։ Տիրուհին է, ու այդ օրվանից ես Մոսկվիչի իմ համար այդ Մոսկվիչի ամենալավ մեքենան։ Բացելու ժամանակ դուրը փակ էր։ Հա, փակ էր, այդ բացեցի։ Մի խոսքով ես հիշում եմ, որ ստացվեց ինձ մոտ, ու ես այդ օրվանից այդ իմ երազանքն է, սպիտակ Մոսկվիչը, հա։ Մոսկվիչ, որի դուռը բացում ես։ Որի դուռը ես բացում եմ, ես կարողանում եմ։ Լավ։ Խոսքով։ Ինչ ես մտածում, ամեն մեկը կարդաց իր երազանքը, թե հակառակն էին ընկյալ, այսինքն Ալան էր Մոսկվիչ երազում։ Ինձ թվում է Ալայի երազանքը Մոսկվիչն էր, Արփինը Անձրևանոցով ավտոտնակից։ Գիտես ինչի, որովհետև այս նոր Չէ, քանի որ սենց ասեմ։ Արփինը գոնե պիտի լիներ Վոլգա։ Խի։ Որովհետև չեմ իմանում, էլի փոքր է տարիքով ավելի նոր սերնդի ներկայացուցիչ է։ Ես էլ նենց հինն էի, հա։ Չէ, մենք հին ենք։ Ես էլ եմ հին։ Ես էլ եմ հին։ Մենք նույն սերնդից ենք։ Էդ եմ ասում, մենք, բայց ոչ թե Արփին։ Ես մտածում եմ
Ալենը Մոսկվիչներ, Անձրևանոցը։ Բայց մտածում ես Անձրևանոցով Արփին է թռը։ Այո։ Դու ինչ ես մտածում։ Թողեմ գոքով էր դեռ դու մեղավոր նեղնից։ Իմ կարծիքով ճիշտ եմ պատմում։ Ճիշտ է, ես թողնում եմ գովրա, համաձայն եմ։ Եվ դու կարծում եք։ Մենք կարծում ենք, որ պատմությունները ճիշտ են ընկել, որովհետև Արփինը շատ սահուն էլի պատմեց։ Իսկ թվում է պետք է որ տենց սահուն չպատմեր նոր կարծացած բանը։ Իմ ինտուիցիան է տենց։ Իմ համար էլ Մոսկվիչը Ալանա, Զոնցիկը Արփին։ Շատ լավ։ Արփին երազում էր Մոսկվիչ, իսկ Ալան ուզում էր թռչել Անձրևանոցով։ Իսկ հիմա լսենք ձեր թիմի երազանքները։ Ումից սկսենք։ Անդրեից։ Որ ես փոքր ժամանակ երազում էի, որ Միկի Մաուսը գա եւ մեր դասարանի տղերքին ծեծի։ Իսկում տեսեք, ես նշանակում որ իրանց դասարանի տղերքը իրան ծեծել են։ Ու դա լրիվ արդարացում է, որովհետեւ եթե դու երազում ես որ Միկի Մաուսը գա տղերքին ծեծի, դա նորմալ է, որ քեզ ծեծում են։ Առնվազն այդ նորմալ է։ Իսկ դիմել ես Միկի Մաուսին։ Դե եմ որ ասում այդ ժամանակ երբ որ ծեծում են մկան ծակին $1000 ես տալիս, մտնում ես ինչ պիտի երազես, պիտի Միկի Մաուսը էլի գա փրկի քեզ։ Այսինքն Տոմի Ջերին չէր գա։ Իմ համար երկուսն էլ դժվար է։ Իմ համար Միկի Մաուսը տենց համառ էր, էլի։ Առնական է, էլի, չէ, առնական է նա։ Ինչ է կարծում որ Միկի Բռի Մաուսը կերպար է, Միկի Մաուսը բռի կերպար է անտեղ։ Դու Արտուրի դեմքին նայում ես։ Արտուրը sense ուզմանսի կանել է տղեկը։ Չէ, Արտուրը մտածում է, էս ինչ պատմություն էր, որ ես գրել եմ։ Կա այդ Միկի Մաուսը վերցնեմ դրանով է տղեկին ծեծես։ Մեզ բանը ասը, որ իրենից չհավատան, հասկացար։ Բայց նախ դա Արտուրի պատմությունն ասա, է։ Լավ, հələ Արտուրին էլ լսենք։ Լավ, ինչի Միկի Մաուսը։ Ինչի Միկի Մաուսը։ Որ իմանա։ Որ իմանայր։ Ինչի Միկի Մաուսը։ Ասենք, չկար ասենք բակից տղա։ Հազում է, սպասի, հազա։ Օրինակ կարան նո պագածին լիներ, էլի, ոչ թե Միկի Մաուսը։ Չէր կրա նորմալ տղալներ։ Մաուգլին։ Առաջին անգամ երբ ես հանդիպել Միկի Մաուսին հարց լուծելիս։ Մտածում էր որ քեզ համար էլ կգա։ Դեռ մուլտֆիլմները հետևելիս Ինչ ես պաշտպանում էր, էլի։ Պաշտպանում էր Փաղի տղերքին։ ծեծվող մանուկներին պաշտպանում։ Չես տեսել մուլտը։ Միկի Մաուս եւ ծեծվող Ղարաբաղցին։ Շատ են քեզ ծեծում։ Ասում են։ Անուններ միտուր, բայց ծեծում են, ինչի համար էին քեզ ծեծում։ Ասում են այո։ Ինչ են ասում։ Ախր այդ ժամանակ մազերս էլ երկար էր, հասկանում ես։ Այս ուղղակի գիտես ուզում էի որ դրանց ծեծեին, ոչ թե որ նրանք են ինձ ծեծել, այլ ուղղակի էլ ուզում ես այս Միկի Մաուսը Սուպերմենի հագուստով գար։ Սուպերմենի հագուստով։ Սատկացներ էլի սրանց։ Հասկացա։ Լսենք Արտուրի պատմությունը։ Լսենք Արտուրի պատմությունը։ Երազել եմ իջնել լուսնի վրա։ Հա, դա շատ էր նույն երազել, ես չի որ։ Բայց ինքը կարա իջնի, էտա խնդրեմ։ Իջել եմ անցած տարի։ Կարա ասած իջացնի, հասկացան լուսինը մի քիչ։ Այսինքն նստում եմ։ Ինչ ես երազել լինես։ Ինչ նստես լուսնի վրա, ինչ էր։ Իջնես լուսնի վրա, ինչ ես երազել։ Որտեղից Փոքր տարիքում է եղել։ Փոքր տարիքում, ինչ, բայց ինչից 30 տարեկան։ դրտված։ Փոքր 30։ Ինչից դրտված էր ուզում իջնել լուսնի վրա։ Ես եմ ունեցել, պես սեշտամ տեսնիմ։ Իսկ ինչի։ Ուզում եմ պարապի, որովհետև ուզում եմ լուսնի վրա ավելի լավ պայմաններ է, հիմա որտեղ կան պարապում է, էլի։ Քեզ է հարցնում։ Մի րոպե։ Վայ, կներես Ալա ջան։ Ինչի։ Ծանոթ մարդիկ կային շուտվանից գնացած։ Դա բան լուսնի տեսփանատուն։ Բա Միկի Մաուսին ինչ էր ուզում կանչեիր։ Լուսնի վրա։ Որտեղ Անդրեին ծեծել էր, կանչելա որ ասի, ինչ ես ծեծել մեր աղբորը։ Չի։ Չէ։ Որովհետև ինձ թվում է, այդ Արփին գոնե պատասխանում է։ Այդ երազանքը իրան, ինքը այն ժամանակ այդքան ուժեղ չէր, ինքը չէր կարողանում Դե իրադասանի հա, տղան, հետո դե ինքը փոքր է։ հասկացավ, ոնց է, չէ, սովորաբար տենց է լինում։ Հետո ինքը պարապեց, ովերի ուժեղացավ, ու էլ Միկի Մաուսի կարիքը չունեցավ, իսկ Անդրեն ունի։ Այո, իսկ Անդրեն լուսնի վրա իհարկե քիչներ
Գերազերիչներ։ Երազերիչներ լուսնի վրա։ Կարծում եք Հակառակն հակառակն եկել, եկել, այսինքն այո, ինչքան էլ զարմանալի է, բայց Արտուրը բուժու ժամանակ, գիտես, երբ որ մանկության մեջ հոգեբանական բան եմ էլի ասում, բայց չնեղվես։ Մանկության մեջ բաներ կա, որ քեզ համար անհասանելի են լինում, դու Կարևորը հետո դուք կյանքի չնեղվեք։ ընթացքում Եկեք որ նեղվեց հասած գալու ենք որ նեղվի։ Գարիկը թող մտա։ Ես քո համաձայն չեմ։ Կապ չունի, ինքը ասել է ինչ լինի, մեղավորը Գարիկն է։ Հետո այդ մանկության մեջ չիրականացված այդ ցանկությունները ինքը մեծացավ իրականացրեց։ Լրիվ հակառակ սանդղակներ են։ 100% ինքն է ուզել Միկի Մաուսը գա իր դասարանի տղաներին ծեծի, իսկ դու ուզել ես գնալ բան։ Լուսնի վրա Լուսնի վրա, բայց ոչ քո ուզածը կլինի, ոչ էլ քո ախպեր ջան։ Շնորհակալություն կազմակերպիչներին։ Աշպի։ Ինձ թվում է հակառակն է ընկել երազանքները, այո։ Всё, մենք կանացի ինտուիցիայի վրա հիմնվելով ստիպված ես նույնպես պատասխանում եմ, որ հակառակն է ընկել։ Իսկ իրականում Արտուրը ուզում էր լուսնի վրա իջնել, իսկ Անդրեն Միկի Մաուսի հովանու ներքո փրկություն էր ման գալիս։ Դե ինչ 4-1 հաշվով դեռ արժևում է Ռոբի թիմը, իսկ ես ընթերցեմ երրորդ փուլի կանոնները։ Այս փուլում հայտնվում է երեկոյի կասկածելի հյուրը, ով կապ ունի մասնակիցներից միայն մեկի հետ։ Մրցակից թիմը պետք է պարզի, թե կոնկրետ որ մասնակցի հետ կապ ունի հյուրը։ Երրորդ փուլում ճիշտ պատասխանի արժեքն է 3 միավոր, սակայն սխալ պատասխանի դեպքում այդ միավորները անցնում են մրցակից թիմին։ Այս շաբաթ հյուրը գալիս է Ռոբի թիմի մոտ։ Եկեք դիմավորենք։ Սկսենք Անդրեից։ Ինքը մերին է, իմ ֆիրմային ջինսերը, ես վստահում եմ, որ միայն ինքը ճղի։ Ահա, Ռոբ։ Ինքը մերին է, ես ուրիշ գումար վաստակելու փոքրիկ բիզնես ունեմ։ Մերին իմ հաճախորդներից է։ Ռիգայում է ապրում։ Արտուր։ Ինքը մերին է, վերջերս ես գնդակով հարվածել եմ նրա ամուսնու գլխին եւ նրա ուշքը գնացել է։ Ուշքը ամուսնու թե իր։ Ամուսնու ուշքը գնացել է ու կարող գնդակից չլինի, հետո կարող գնացել։ Հասկացա, սկսենք Անդրեից։ Անդրե ջան, վստահել ես մերին, մտածելով որ մերին լավագույն ջինս ճղողն է։ Դե, որովհետեւ մենք երբ որ արտադրել ենք, այսինքն ջինսերը, ինձ մեր հետ ծանոթացրել է Ֆայնան եւ այդպես արդեն քանի տարի է 2012-ից համագործակցում եմ։ Բայց Ֆայնան ո՞նց է ծանոթացել, որ Իրանից են կոմ ճղող։ Չէ, բայց իսկականից չէ, ասեմ, որ դա էլ է մասնագիտություն, որովհետեւ այնպես պետքա ճղվի, որ երբ որ դու նստում ես, երբ որ այսինքն ջինսը օրինակ Քիփա Քիփա եւ նստում ես կարա ավել ճղվի Մսերը դուրս չգա արանքից, այդ էս Չէ, նայած տարբեր ռազմերներ են, իսկ մերին շատ ճիշտ տեղերում է կարողանում այդ ամեն ինչը արվի, այն ինչ որ արտադրվում է դրսում, բայց ճղվում է այստեղ։ Ինչ ես կարծում, կա ջինս ճղող։ Ջինս ճղող չեմ կարծում, որպես այդպեսին առանձին մասնագիտություն ու առանձին Ես նայում եմ մերի ջինսերին ճղած չի միջայլոց։ Հա, հասկանում եմ, բայց մասնագիտություն չի դա։ Իսկ եղելա որ նենց տեղերա ճղել, որ ասել ես դե լավ է, անհամություն եղավ։ Չի եղել։ Այն փրտիկներից էլ անում, փրտիկ գզածա որ սենց, հա։ Լավ, Ռոբերտ, ինչ էր քո պատմությունը, շնորհակալություն Էնդրյու։ Իմ պատմությունը ես ուրիշ մենակ հեռուստատեսությունը չի, ուրիշ գումար վաստակելու բիզնես էլ ունեմ, մերին իմ հաճախորդներից է։ Եվ ո՞րն է դա։ Ես տնային բիզնես է ճիշտ ասած, Ամերիկայի դեսպանատան համար անկետաներ եմ գումարով լրացնում, green card-ը հիմա իդեպ Գիտի անգլերեն գիտի ինքը։ Հա, գիտի անգլերեն գիտես։ Այո, yes։ Green card-ը հիմա իդեպ 1 ամսյակն է, կարող եք գալ, գումարով լրացնում եմ իմ հերթական հաճախորդներից։ Բայց ինչ ես անում այդ գումարը, մագնիսիկներ ես գնում էլի։ Ինչքան է մի հատ անկետան լրացնելը։ 7000-ով եմ ես լրացնում։ Բայց հիմա 20% լրացնում Չէ, 10000-ը, ուրիշ տեղեր 10000-ով են լրացնում, բայց ես քանի որ կոնկուրենտները շատ են,
ու նենց չի որ շատ հաճախորդներ ունեմ 7000-ով նենց լավություն եմ անում լրացնում Լավություն ինչի ես անում Green card-ը էժան եմ անում Green card-ը 3000-ով է եթե ուզում եք եթե ընտանիքի անդամներ են եթե ընտանիքի անդամներ են 4-5 հոգի մի 10000-ով կանեմ բոլորինը Դուք որ Միացյալ Նահանգներ եք գնացել ինքն է լրացրել ձեր անկետաները Ճիշտ ես ասում 7000-ով մարդը 10000-ով են ժամանակ են Չէ, մերը բնականաբար չէ, մերը բնականաբար անվճար եմ անում, բայց քանի որ ես զգացի դա ժամանակի ընթացքում որ կարող եմ դրա միջոցով գումար վաստակել, որովհետև 7000 դրամը 10 հոգուն որ լրացնում ես, քիչ գումար չի, էլի։ Լավ, իսկ տեղյակ ես, օրինակ ինձ պետք է էլի հիմա որ հիմա լրացնեմ անկետան ու մտնեմ դեսպանատուն, հետո անձնագիրս որտեղից պիտի ստանամ։ Անձնագիրը Ամիրյան փողոցի վրա DHL, նու փոխվել է, տարբերակը հիմա փոխվել է DHL։ Բայց առաջ դեսպանատնից էի վերցնում։ Ճիշտ ասեցի, չէ։ Շատ լավ, շնորհակալություն, լսենք Արտուրին, Արտուր։ Վերջերս ես գնդակով հարվածել եմ նրա ամուսնու գլխին եւ ուշքը գնացել է։ Մի քիչ ավելի մանրամասն։ Ճիշտ ասած այսօր ամուսինը պետք է գար, բայց հələ կոմայի մեջ է։ Կոմայի մեջ է, հա, ուշքը անցած է։ Ինչ պատճառով խփեցիր պատահաբար Չէ, խաղ էին խաղում։ Ինք դուք եւ իր ամուսինը երկուսով Չէ, շատ որ։ Ինչ խաղ։ Պրոստը իր ամուսնու գլխում կբավ էլի գնդակը։ Շատով գնդակով ինչ խաղ։ Շատով տոպկել եմ գնդակով, այդ տոպ լապտու։ Տոպկել նստոցի վոլեյբոլ։ Գործագործ եք խաղում դու եւ մերի ամուսինը։ Չէ, էլի է դրանց մարդ կար։ Մեր ամուսինը մի կողմ դու գործագործ էր խաղում։ Դա վաղուց է եղել, փոքր տարիքում երևի։ Չէ, 2 ամիս առաջ 2 ամիս է կոմայի մեջ է։ Մեր ամուսինը մեջտեղի թրվռացողներ թե այն կողմից բռնողը։ Մեջտեղը պպզած է եղե։ Գործագործները բեր ժամանակ պպզում են։ Ոնց է պպզում։ Չեն թռնում։ Պպզում են կայնազները տոպկեն։ Հա, էլի գործագործը չի, հա, այ որ նստոցի վոլեյբոլի մասին է խոսքը։ Ահա, նստոցի վոլեյբոլի մասին է խոսքը։ Մերին որտեղ ես ճանաչում։ Մերին մեզ բարեկամ է։ Ինչ բարեկամ։ Իմ դե ինձ հորեղբոր կին է գալիս։ Ինչ։ Հորեղբոր գլուխին։ Հորեղբորը գլուխին ես գտել։ Բրավո։ Բրավո։ Ադամի օրոքս ուրիշ մարդ չի։ Ես հարցեր ունեք։ Հարցեր ունես։ Հարցեր չկա։ Չկա, առհասարակ հարցեր չկա։ Ինչ եք կարծում Անդրեի ջինս ճղողն է, Ռոբի հաճախորդը, թե Արտուրի հորեղբոր կինը։ Արտուրի հորեղբոր կինը։ Իմ կարծիքով Անդրեի ճղողն է։ Ջինս։ Ջինսը պետք է շեշտել, համաձայն եմ։ Դու ինչ ես կարծում, Անդրե Ռոբ թե Արտուր։ Ինձ թվում է Ռոբ։ Այդ դու պետք է իմանաս իր լեզվի իմացությունը ինչքան Չէ, լեզվի իմացությունը այդքան ուժեղ չի։ Եթե լեզվի իմացությունը լավ չի, ուրեմն չեմ հավատում, որովհետև այնտեղ նենց հարցեր կա Անդրեին։ Անդրե, շատ լավ։ Ուրեմն դու ասում ես Անդրե, դու ասում ես Անդրե։ Մենք կարծում ենք, որ նրանք կարծում են, որ Մերին Անդրեի ջինս ճղողն է։ Լավ։ Լսենք կասկածելի հյուրին։ Իրականում ես Արտուրի հորեղբոր։ Դե ինչ իրականությունը եւ ճշմարտությունը բոլորս իմացանք, Արտուր իրականում հարվածել էր իր հորեղբոր գլխին։ Դակով հորեղբերը պարտվեց, Արտուրը հաղթեց։ 7-1 հաշվով հաղթում է Ռոբի թիմը։